Հրապարակը գրում է. թերջ մրցակցություն է սպասվում ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում պաշտպանության անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար։ Թերթի տեղեկություններով առաջադրվել է 4 թեկնածու, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, որը նաև վարչության անդամ է, վարչության մեկ այլ անդամ Վիլեն Գաբրիելյանը, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը եւ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը։ Ուշագրավ է, որ նա անգամ բանակում չի ծառայել, սակայն հավակնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը ղեկավարել։ Նրա պաշտոնական կենսագրության մեջ եւ ծառայության մասին ոչ մի տող չկա։ Պակաս ուշագրավ չէ նաեւ Սասուն Միքայելյանի առաջադրման փաստը։ Սա նշանակում է, որ նա վերցնում է պատգամավորական մանդատը եւ մտնում խորհրդարան։ Թերթը վերջերս գրել էր, որ նա ուզում է մանդատը վերցնել, քանի որ առաջիկայում ըստ լուրերի ԵԿՄ-ն լուծարվելու է, վետերանների միություն ՀԿ է դառնալու։ Իսկ հանձնաժողովի գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի առաջադրվել, նա իր վերջին ճեպազրույցում հայտնել էր, որ եթե խմբակցությունն ընտրի հանձնաժողովի նախագահին, ապա կառաջադրվի, եթե ոչ, ամենայն հավանականությամբ կհրաժարվի ակնարկելով, թե քանի որ ինքն անգուսակցական է, անհավասար պայմաններում է գտնվում ՔՊԱ-ական թեկնածուների հետ։ Փաստի տեղեկություններով մի շարք նախարարություններում եւ պետական կառավարման այլ մարմիններում վերջին շրջանում բավականին մեծ թվով մարդիկ են կամ արդեն ազատվել աշխատանքից կամ պատրաստվում դիմում գրել։ Բանն այն է, որ մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է։ Ընդ որում խոսքը քաղաքական կողմնորոշման մասին չէ, քանի որ այդ մարդիկ անցած տարիներին շարունակել են աշխատել ՔՊ-ի հետ։ Խոսքն այն մասին է, որ գնալով ավելի հաճախակի են դարձել պարտադրանքները։ Սոցիալական ցանցերում ակտիվորեն շեյր անել ոչ միայն տվյալ գերատեսչության, այլև ընդհանրապես կառավարության գործունեությանն առնչվող հրապարակումները էլ չասած Նիկոլ Փաշինյանի գրառումների մասին։ Շատերի համբերության բաժակը վերջնականապես լցվել է, հատկապես կապված հունիսի 5-ի հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի եզրափակիչ հանրահավաքի հետ։ Բոլոր աշխատակիցներին հասկացրել են, որ այդ հավաքին ներկա լինելը խորհրդային կամավոր պարտադիր սկզբունքով է։ Հակառակ դեպքում եզրակացություններ կարվեն, սակայն եզրակացություններ անելուն շատերը չեն էլ սպասել, իրենք են եզրակացություն արել եւ ազատման դիմումներ գրել։ Թերթի զրուցակիցները նաեւ նշել են, որ պատճառը միայն սա չէ, այլևս անհնար է այս իշխանության օրոք աշխատել պետական կառավարման համակարգում, քանի որ նախ գրեթե բոլոր համակարգերում քաոս է, պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը որևէ դեր չունեն, աջ ձեռքը չգիտի թե ինչ է անում ձախը, գումարած ընթանում է տոտալ ՔՊԱ-ականացում։ Ոմանք անկեղծ հույս են ունեցել, որ հունիսի 7-ի ընտրություններով իշխանափոխություն կլինի եւ պետական համակարգը կընկնի ռելսերի մեջ։ Ժողովուրդը գրում է. Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, որը 2023 թվականին պարտություն գրեց իր ծննդավայր Ալավերդու քաղաքապետի ընտրություններում, այժմ պատրաստվում է հերթական քաղաքական փորձությանը, այս անգամ արդեն Վանաձորի համայնքապետի ընտրություններում։ Արեն Մկրտչյանը փոխել է իր մշտական գրանցման հասցենն, արդեն գրանցվել է Վանաձոր քաղաքում։ Այդ քայլը պայմանավորված է առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրությամբ։ Այս օրերին արդեն քաղաքական կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե առաջիկա ընտրություններում Արկադի Փելեշյանը կարող է ընդգրկվել ՔՊ կուսակցության ընտրացուցակում։ Չի բացառվում երկրորդ համարի ներքո, իսկ ցուցակը կգլխավորի Արեն Մկրտչյանը։ Ըստ այդ վարկածի Մկրտչյանը ղեկավարի նախընտրական քարոզարշավը ընտրություններից հետո կհրաժարվի մանդատից եւ համայնքի ղեկավար դառնալու ճանապարհը կբացվի հենց Արկադի Փելեշյանի համար։ Սակայն նույն աղբյուրները փոխանցում են նաեւ մեկ այլ ուշագրավ հանգամանք, նրանց պնդմամբ Արեն Մկրտչյանն իր մերձավոր թիմակիցների շրջանում դժգոհություն է հայտնել նման սցենարից, հայտնելով, որ եթե ԱԿ-ն ընդգրկված լինի ՔՊ-ի ընտրացուցակում, ինքը չի մասնակցի քարոզարշավին։ Թերթի տեղեկություններով Մկրտչյանն Արկադի Փելեշյանի հետ ունի սկզբունքային տարաձայնություններ եւ չի ցանկանում նույն քաղաքական թիմում հանդես գալ նրա հետ։ Հրապարակը գրում է. չնայած Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից վերադառնալուց հետո հայտարարեց, որ արտահանումների հետ կապված խնդիրները հարթվել են եւ շուտով կվերսկսեն հայկական ապրանքները ռուսական շուկա ուղարկել, ակնարկելով, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետի հետ հանդիպումն արդյունավետ է անցել եւ հարթվել են հակասությունները, սակայն թերթը տեղեկացել է, որ խոշոր արտահանող ընկերություններից Սպայկայի աշխատողներին շուրջ 2 ամիս է աշխատավարձ չեն տվել կամ մասնակի են տվել, պատճառաբանելով արտահանումների հետ կապված խոչընդոտները։ Թերթը փորձել է ընկերությունից պարզաբանումներ ստանալ, սակայն որևէ հեռախոսահամարի չեն պատասխանել։ Մյուս կողմից, եթե իսկապես Փաշինյանի ասածով խնդիրը լուծված լիներ, ապա իշխանական ռոպագանդան հարյուրավոր տեսանյութեր կտարածեր արտահանումների գործընթացի վերականգնման մասին։ Հրապարակը գրում է. Արցախի ազգային ժողովի նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել։ Ահա խորհրդարանի ամենամեծ ազատ հայրենիք խմբակցությունը թերթի աղբյուրների փոխանցմամբ ցանկություն չունի, ավելի ճիշտ վախենում է տեխնացու առաջադրել, որ չհայտնվեն Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Բաքվում պատանդարված Արայիկ Հարությունյանի թիմակիցների շատերն աշխատանքի են անցել Հայաստանում, իշխանական կամ իշխանամերձ հաստատություններում։ Օրինակ, նույն ֆրակցիայից Արամ Հարությունյանը Հայ-Էկոնոմբանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչն է, եւ եթե Արցախի պետական ինստիտուտը պահպանելու նիտված քայլ անի,
կզրկվի աշխատանքից։ Ավելին, անգամ Սամվել Բաբայանն ու թիմակիցներն ավելի լոյալ են տրամադրված, հակված են, որ շարունակվի պետական ինստիտուտի գործունեությունը։ Սակայն Ազատ հայրենիքում վերջերս քննարկել են եւ վերջնական որոշման չեն հանգելու հնարավոր է, եթե այլ խմբակցությունից տեխնացու առաջադրեն, ամենամեծ խմբակցության պատգամավորները չներկայանան նիստին, ընտրությունը տապալվի։ Այդուհանդերձ քննարկումները շարունակվում են, արցախցիները փորձում են պատգամավորներին համոզել, որ Արցախի հարցի բանալին իրենց ձեռքում է, չի կարելի վերադարձի դուռը մեկընդմիշտ փակել։ Թերթը հիշեցնում է, որ հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն անսպասելի հրաժարական տվեց։ Փաստը գրում է, երբ քաղաքական գործընթացների հիմքում սկսում են գերակշռել ոչ թե պետական կամ ազգային շահերը, այլ անձնական վիրավորանքները, անձնական հակակրանքը, քաղաքական հակառակորդներին հաշվեհարդարի ենթարկելու ցանկությունը կամ անձնական վրեժխնդրությունը, քաղաքական համակարգը սկսում է կորցնել իր ժողովրդավարական բնույթը։ Այդ դեպքում պետական իշխանության լծակները սկսում են օգտագործվել ոչ այնքան հանրային կարգ ու կանոնը պաշտպանելու կամ օրենքի գերակայությունն ապահովելու, որքան քաղաքական հակառակորդներին ճնշելու, նախկին մրցակիցներին մեկուսացնելու, նրանց հեղինակությունը խաթարելու կամ քաղաքական դաշտից դուրս մղելու նպատակով։ Երբ պետական կառավարման ամբողջ տրամաբանությունը սկսում է կառուցվել համախոհ թշնամի բաժանման վրա, իշխանության բոլոր գործողությունները հասարակության զգալի մասի կողմից ընկալվում են ոչ թե որպես պետական քաղաքականություն, այլ որպես անձնական հաշվեհարդարի շարունակություն։ Անձնական դրդապատճառներով պայմանավորված քաղաքական հետապնդումների տնտեսական բաղադրիչը նույնպես ուշադրության է արժանի։ Երբ տնտեսվարողները սկսում են ենթադրել, որ իրենց տնտեսական անվտանգությունը կախված է քաղաքական դիրքորոշումներից կամ իշխանությունների հետ հարաբերություններից, ներդրումային միջավայրը դառնում է անկանխատեսելի։ Անձնական վրեժխնդրության դրամաբանության ամենավտանգավոր հետևանքը, սակայն, վերաբերում է ոչ թե առանձին քաղաքական գործիչներին, այլ ամբողջ իրավապահ համակարգին։ Իրավապահ մարմինների առաքելությունը օրենքի գերակայության ապահովումն է։ Եթե հասարակության մեջ ձևավորվում է այնպիսի պատկերացում, որ այդ կառույցները ներգրաված են քաղաքական պայքարում կամ ենթարկվում են քաղաքական ազդեցությունների, ապա վտանգվում է հենց պետականության հիմքերից մեկը։ Իրավապահ համակարգի հեղինակությունը կառուցվում է բացառապես նրա անկախության եւ անաչառության վրա։ Այդ հեղինակության կորուստը վերականգնելը չափազանց բարդ գործընթաց է։